Շնորհակալություն։ Մինչև ելույթս սկսելը հարգարժան նախագահող ձեր թույլտվությամբ ուզում եմ փոխանցել Բագրատ Սրբազանի ջերմ ողջույնները բոլորին։ Վերջերս մի խումբ գաղափարակից ընկերների հետ այցելել էինք նրան, հետաքրքրվել նրա որպիսությամբ, առողջությամբ, ոգին շատ բարձր է, տրամադրությունը դեպի ազատ աշխարհ վերադառնալու եւ հայրենիքի ազատագրության դատը ազատության մեջ իրականացնելու առումով շատ բարձր տրամադրվածությամբ է։ Հարգարժան նախագահող, տիկնայք, պարոնայք, ընկերներ, գործընկերներ, սիրելի հեռուստադիտողներ, քննարկվող խնդիրն իր վերնագրով, բովանդակությամբ, հասցեատերերով եւ ազդեցությամբ ինքնին խնդրահարույց է գործող իշխանության համար։ Ոստիև բնական է, որ թե ներքին, թե արտաքին լսարանի համար գործող վարչախումբը հարցը տեղափոխելու է մանիպուլյացիաների դաշտ, որտեղ լողում է ազատ եւ անկաշկանդ։ Հարցի մեկնաբանության առումով կան անհավասար պայմաններ՝ մի կողմից հասարակության ընդվզող հատվածի, խորհրդարանական եւ նրանից դուրս գտնվող ընդդիմության, մյուս կողմից իշխանության, նրա արբանյակների եւ նրանց տրամադրության տակ գտնվող քարոզչամեքենայի հնարավորությունների առումով։ Ոստիև մեծապես կարևորում եմ նման քննարկումների եւ լսումների անցկացումը եւ համարում, որ մեր հանրությունն իրավունք ունի լսելու փաստարկված խոսք իր իսկ հարկերով պահվող ինստիտուտի ազգային ժողովի ամբիոնից հակառակ իշխանության ստեղծած բոլոր խոչընդոտներին։ Հայաստանում քաղբանտարկյալ չունենալը ազգային անվտանգության հարց է, թե քաղաքական, թե բարոյական, թե արժեքային առումներով։ Մտքի եւ խոսքի ազատության հնարավորությունը Հայաստանում չպետք է լինի տնային առաջադրանք հետագայում օտարերկրյա կազմակերպություններին կամ գեոպոլիտիկ հովանավորներին ապացուցելու, որ Հայաստանում իբրև թե ժողովրդավարական կարգեր են կամ Հայաստանը ժողովրդավարական պետություն է պատվերով եւ ըստ նպատակահարմարության։ Քաղաքական բազմակարծության ապահովումը պետության գոյության հենասյուներից է, հայ ժողովրդի եւ պետականության պատմության կարևորագույն նվաճումներից մեկը, որն այսօր իսպառ բացակայում է։ Ավելին, Հայաստանն այսօր մրցանիշ է սահմանել քաղաքական հայացքների համար հալածանքների եւ հետապնդման ենթարկվողների վիճակագրությամբ։ Քաղբանտարկյալ եզրույթից դողերոցքի մեջ հայտնվածներին հիշեցնեմ։ Քննարկվող հարցը չի վերաբերվում մեկ խմբի կուսակցության կամ քաղաքական շրջափուլի խնդիրներին։ Մենք քննարկում ենք այն, ինչ միջազգային կազմակերպություններն անվանում են սահմանափակված քաղաքացիական ազատություններ եւ քաղաքական մոտիվացիաներով հարուցված գործեր։ Իմ խոսքի հիմքում ոչ միայն փաստարկված քաղաքական շեշտադրումներ են, այլ միջազգային իրավունքի հստակ չափորոշիչներ եւ Հայաստանում արձանագրված փաստեր եւ այսպես։ Միջազգային իրավունքի չափանիշները։ Առաջին՝ ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին կոնվենցիա։ Հայաստանը պարտավոր է ապահովել, հոդվածներով նշում եմ. հավաքների ազատություն, հոդված 21, արտահայտվելու ազատություն, հոդված 19, քաղաքական գործունեության իրավունք, հոդված 25, չկալանավորվելու կամ չարգելափակվելու կամայական ձևով, հոդված 9։ Սույն կոնվենցիան նույնպես արգելում է քաղաքական հայացքների հիմքով հետապնդումը։ Եթե անձը կալանավորվում է իշխանությանը քննադատելու, բողոքի ակցիա կազմակերպելու կամ մասնակցելու համար, սա միջազգային իրավունքի ուղիղ խախտում է։ Իհարկե շատ հրաշալի կլիներ, եթե միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա դեսպանությունների Հայաստանում հավատարմագրված ներկայացուցիչները այստեղ լինեին, որպեսզի եթե հանկարծ ու հանկարծ մոռացած լինեին անցած մի քանի տարվա ընթացքում միջազգային պարտավորությունների եւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների անտեսումը վերանայման ենթարկեին։ Երկրորդ, որի մասին կարծում եմ իրավապահ հանրույթը, իրավաբանական հանրույթը կարող է շեշտադրում անել եւ վերջում պարոն Օհանյան ես կփոխանցեմ այս առաջարկները եւ կարծում եմ, որ վերջնական հայտարարության տեքստում կարելի է նաեւ հղում կատարել 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթին, ԵԱՀԿ Կոպենհագենի փաստաթղթին, որը սահմանում է հետեւյալը, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները պարտավոր են երաշխավորել խաղաղ հավաքների ազատ իրականացումը, չկիրառել քրեական հետապնդում ընդդիմադիր գործունեության համար, բացառել ընտրովի արդարադատությունը։
Երրորդ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, հոդված 5-րդ ազատության եւ անձնական անձեռում խելույության իրավունք, հոդված 10 արտահայտվելու ազատություն, հոդված 11 հավաքների եւ միավորումների ազատություն, հոդված 18 իրավունքների սահմանափակումների քաղաքական նպատակներով չարաշահման արգելք։ Այսինքն քաղաքական եւ իրավաբանական հարույթը ունի բավական խիտ նյութ այս ամբողջը ոչ միայն հայալեզու, նաև նույն Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին եւ կազմակերպություններին անգլալեզու կամ օտարալեզու տարբերակներով ներկայացնելու։ Միայն վերջին մի քանի տարում ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվել է անհամաչափ կալանք, անհիմն երկարացված նախաքննություն, գործերի արհեստական քաշքշում, քրեական գործերի այսպես կոչված վերակենդանացում, հենց քաղաքական ակտիվության փուլերում։ Սա ինչ է, եթե ոչ ընտրովի արդարադատություն։ Քաղաքական նպատակներով սահմանափակումների կիրառումը ամենածանր մեղադրանքն է պետության հասցեին։ Իսկ եթե այդ գործելավոճը չի վերանում, ապա պետությունը կորցնում է միջազգային վստահելիությունը, վտանգում է ժողովրդավարական ինստիտուտները, ներքաղաքական կյանքում մեծացնում լարվածությունն ու հասարակական պառակտումը, իսկ հայ եկեղեցու դեմ հայտարարված արշավանքով խախտում ազգային ինքնության բաղադրիչների գործառնությունը, ավելի հստակ խարխլում մեր գոյութենական համակարգերի աշխատանքը։ Ես 1 րոպե հավելյալ կարող եմ խնդրել պարոն նախագահով։ Հեղեղուկ եւ սասանված լեգիտիմությամբ գոյատևող այս իշխանությունը նոր օրի ընդլայնում է քաղաքական ռեպրեսիաների ալիքը, սահմանափակում ընդդիմադիր գործունեությունը, ճնշում հանրային քննադատությունը, քաղաքական դաշտը ամբողջությամբ վերահսկելու նպատակով։ Սա բռնապետությանը բնորոշ գործելավոճ է եւ գաղափարախոսություն, որքան էլ նրանք հայտարարեն, թե չունեն գաղափարական իզմեր։ Նրանցը տոտալիտարիզմն է կամ ավելի մեղմացված տարբերակը ավտորիտարիզմը, ինչը հանգեցնելու է մեր պետության մարգինալացման, դիրքերի վերջնական թուլացման։ Անիրատեսական է գործող վարչախմբից եւ նրա կցորդը հանդիսացող դատական իշխանությունից ակնկալել ռացիոնալ եւ պայթյունավտանգ վիճակը մեղմող քայլեր, բայց հանրային, քաղաքական եւ քաղաքացիական ճնշման գործիքակազմով գուցե հնարավոր լինի հասնել որոշ հաջողությունների։ Դիցուք քաղբանտարկյալների իրավունքները վերականգնելու համար պահանջել, ստեղծել խորհրդարանական անկախ հանձնաժողով բոլոր քաղաքական բնույթի գործերը վերանայելու համար։ Գործող իշխանության արձագանքը կանխատեսել է, բայց չպետք է համակերպել փաստին, որ Հայաստանի բանտերում պահվող մտքի, խոսքի ու խղճի աշխարհիկ ու հոգևոր բանտարկյալները դատվում են նույն հոդվածներով, ինչ Բաքվում, Շինծու եւ Ապորինի դատվող մեր տղերքը։ Քաղաքական բանտարկյալների հարցը ոչ թե ընդդիմության կամ իշխանության խնդիրն է, այլ հասարակության բարոյական նկարագրի, քաղաքական հասունության, հեռանկար ունենալ չունենալու հարցն է, պետության արժեքային լակմուսի թուղթը։ Իշխանությունը իրավունքը դարձրել է ճնշման գործիք եւ սա արդեն քաղաքական ճգնաժամ է, ոչ թե իրավական գործընթաց։ Քաղբանտարկյալների իրավունքների վերականգնումը միայն անհատի ճակատագրի խնդիր չէ, այլ պետության, արդարադատության համակարգի եւ հանրային իշխանության հեղինակության ճգնաժամի երևույթ։ Իսկ այդ իրավունքների վերականգնումը անկախ անձի քաղաքական հայացքներից դառնում է պետության հեղինակության եւ ինքնիշխանության վերականգնման հիմնարար պայման։ Եվ վերջում պետության հեղինակությունը գնահատվում է արդարադատությամբ, պետականամետ լինելու մասին տրակտատներ եւ հեքիաթներ պատմող իշխանությունը պիտի հիշի։ Պետությունն արժևորում է այնքան, որքան պաշտպանում է նույնիսկ իր ընդդիմախոսների իրավունքները, քաղաքական հետապնդումները բնորոշ են թույլ, անհանդուրժող, ոչ լեգիտիմ եւ անգործունակ իշխանությանը։ Մեր երկիրը տարածաշրջանի այն քչերից է, որն ունի քրիստոնեական, բարոյական, իրավական ավանդույթների շարունակականություն, հիմնված է համամարտկային քաղաքակրթական արժեքների վրա եւ պարտավորվել է պահպանել ժողովրդավարական ինստիտուտները։ Քաղբանտարկյալների արկայությունը խաթարում է հենց այս քաղաքակրթական մոդելը, որովհետև այն ամբողջությամբ հեղինակազրկում է ինքնիշխանության կեղծ դեգերումների մեջ գտնվող վարչախմբին, թույլ է տալիս հակառակորդներին մատնանշել Հայաստանի անհամապատասխանությունը իր հռչակած արժեքներին, խաթարում է արտաքին քաղաքական դիրքավորումը որպես ժողովրդավարական եւ արժեքային պետություն։ Հայաստանի քաղաքակրթական առաքելությունը չի կարող համատեղվել քաղաքական հետապնդումների եղկելի ավանդույթի հետ, համենայն դեպս ոչ գործող իշխանության օրոք։ Դա ոչ միայն հակաարդարադատություն է, այլ նաև հակաանկախություն, ինչը չպետք է թույլ տանք թե որպես հասարակություն, թե որպես պետություն։ Շնորհակալություն եւ կներեք
համբերություն չարաշահել։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, 25